օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում ես եւ Ռեժը մեծագույն սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված եկել ենք ձեզ հետ արթնանալու։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, ոչ միայն սիրով ուրախությամբ, նաեւ երջանիկ ուրախ թեթև եկել ենք, որպեսզի 1 ժամ ձեզ թեթև ու լավ լիցքեր տանք։ Լավ ու թեթև լիցքեր տալու համար լավ երաժշտություն է հարկավոր։ Այս պայն առաջարկում ենք դիտեք տեսահոլովակ, որից պարզ կդառնա, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը։ Գնացինք։ Բայց ես չի հավատում Ինձ ասում էր ինձ նով ապրում Ես նրան չի լսում Հիմա իմ առաջ դա իր սերն ախոստով անել Չգիտեմ ինչ անել Չեմ նկատել ու չեմ հավատացել Այն բոլոր խոսքերն իրական են Որ եմ ես հասկանում Որ ամբողջ կյանքում ինձ նրա պես ոչ ոք է չի սիրում Հիմա իմ համար Դե ինչ վերադարձանք սիրելի հեռուստադիտող, վստահ ենք, որ արթնացաք, նաև ավելի շատ եք արթնանալու, որովհետև այսօր երաժշտական եթեր ենք ունենալու եւ ժամանակն է ներկայացնելու մեր հյուրին։ Ռեժն ուզում է ասել, եթերը շատ ակտիվ է լինելու երաժշտական, որովհետև մեր հյուրն է գեղեցկուհի, տաղանդավոր, երգերի հեղինակ, երգչուհի, մոդելային կազմվածքով միշտ դրական էներգիայով Մարինե Մխիթարյանը։ Բարի լույս։ Բարի լույս, իմ սիրելիներ։ Շատ ուրախ ենք, որ տես Անահիտ ջան, նույնը կարող եմ ասել քո մասին, բացի երգ գրելու։ Մենք իսկապես ուրախ ենք մեր առավոտը սկսել քեզ հետ, Մարինե ջան, եւ գիտենք, որ դու միշտ ակտիվ ես, աշխատասեր ես, միշտ նորություններ ես ներկայացնում, ամենակարևոր բազմաոճ ես ու հետաքրքիր ու տարբերվող։ Կպատմես հիմա ինչ նոր գործեր ունես։ Շնորհակալ եմ այդպիսի խոսքերի համար։ Ես աշխատում եմ միշտ տարբերվող լինել, այսինքն ինձ նույնությունը դուր չի գալիս։ Ինչ անում եմ, շատ մեծ սիրով եմ անում, հուսամ դա երևում է։ Եվ կոնկրետ ինձ դուր է գալիս հենց այդ պահը, որ ինձ որևէ տեսահոլովակում ճանաչողը այն մյուսում հազիվ է ճանաչում, նույնն է, դա դու ես։ Եվ չգիտեմ, դա կարծում եմ, որ հետաքրքիր է ավելի շատ, ես այդքան չեմ հեռանում իմ ոճային վիճակից, բայց
կոնկրետ տեսահոլովակ լինի, հագուստ լինի, դա շատ է տարբերվում իրենց, ասենք ֆուտբոլի մասին երգ, հետո հունական ինչ-որ երգ, իրանք sense ծայրահեղ են, բայց ոճային, ասենք նենց չի, որ ես շատ հեռու եմ գնում, իմ ոճի մեջ են այդ տարբերվող։ Ձեռագիրը պահելով լինում է տարբեր։ Այո, փորձում եմ պահել ձեռագիրը, դա ինքնըստինքյան է լինում կարծես թե, որովհետև ինձ չդավաճանելով եմ դա անում, այսինքն ինձանից հեռու չեմ գնում։ Օրինակ այդ նույն հունականը քո ասված ինչպես ընտրվեց լեզուն, ինչու հենց հունարեն, ինչն էր պատճառ հանդիսացել հոգեհարազատ։ Սա շատ հին պատմություն է, առաջին իմ հունական երգը ես գրել էի, որ վաճառեի Բուլղարիա ստուդիաներից մեկին, որոնք շատ հավանել էին այդ երգը եւ անպայման ուզում էին գնել, բայց այդ ստուդիան, որի հետ ես այստեղ համագործակցում էի, թույլ չտվեց։ Ասաց, որ այս երգը այնքան լավն է, սա հիթ է դառնալու, իրոք այդ երգը շատ շատերը ճանաչում են որպես հունական երգ, Սագապաո երգի մասին է խոսքը, որովհետեւ CD-ի վրա, այո, CD-ի վրա գրվել էր Մարին Սագապաո, Մարին ոչ ազգանուն էին գրել, ոչ մի բան, այսպես կեղծանուն կարծես թե, եւ ոչ իմ ընկերները նույնիսկ այդ երգից շատ լավ տեղյակ են, բայց տեղյակ չեն, որ դա իմ երգն է։ Ինչու ես թույլ տվել եւ ինչու չես նշել, որ պարտադիր պետք է նշվի քո անուն ազգանունը ու հեղինակային իրավունքի մասին, ինչու ես ժպիտով այդ մասին խոսում։ Չէ, հեղինակային իրավունք ժպիտով եմ խոսում, որովհետեւ այդ ժամանակ այդ թիթիզ վիճակներն են, ես չի դա իմ կամքից դուրս եղել, ես չէի պատկերացնում, որ դա այդքան հեռու կգնա այդ պատմությունը, թեթև եմ նայում այդ հարցին, ինձ ավելի հաճելի է, որ այդ երգը այդքան սիրվել է։ Այսինքն նույնիսկ եղել է, որ ես բեմից իջել եմ այդ երգը կատարելուց հետո եւ ինձ ասել են, տեսլես, այս աղջկա տեսահոլովակ մի հատ աղջիկ կա, իր տեսահոլովակը այս երգի վրա նկարած։ Դուք ասում եք ես եմ այդ։ Ես էլ լսում եմ, ասում եմ, հետո ոնց է տեսահոլովակը լավն է, ասում շատ։ Տենց մի խոսքով առ այսօր այդ երգը իմը չի դարձել, բառերը вообще ֆանտաստիկ, մի 10 օրով ընկերուս քրոջս հարևանուհին գալիս է, ոնց որ իր ընկերուհու տատիկը Հունաստանից, որը համաձայնում է գրել այդ բառերը, տենց իդեալական, ես չգիտեմ ոնց, նա երբեք բառ գրած չկար, բայց նրա տղան երաժիշտ էր։ Մի խոսքով սենց ֆիլմի պատմություն է այդ երգը, ու այդ երգը առ այսօր հնչում են շատ տեղերով, TV-ով, ռադիոներով, իմ աշխատատեղերում ամեն օրը 8 անգամ ինձ երգացնում են, դա 11 թվի երգ է ճիշտն ասած, 14 տարի է անցել եւ ոչ մեկ չի հոգնում այդ երգից, բայց այդ երգը իմը չի, դա հունական երգ մնաց ու մնաց, ասենց ասեմ։ Եկեք եւս մեկ անգամ հերոստատիտողին եւ հանդիսատեսին այս երգը, հենց այս տեսահոլովակը հենց հիմա հնչեցնենք եւ ասենք, որ Մարինե Մխիթարյանն է հեղինակը, սիրելիներս ճիշտ է, բոլորդ ասում են ուղղակի հունական երգ, բայց նա է հեղինակը, ճանաչենք մեր հեղինակներին։ Գնացինք։
esto sopoli Sagapao Perimeno Ya te archis esto sopoli Sagapao Perimeno Ya te archis esto sopoli Վայրեցինք կատարումը։ Հիշեցինք նաև, չէ՞ կարծում հերոստատիտողը եւս հիշեց, սիրեց, սիրում է նաև ստեղծագործությունը։ Հիմա խոսենք նորություններից։ Իհարկե նորությունների մասին մենք ունենք այսօր պրեմիերա նաև։ Այո։ Սիրտնի մարտնացել է։ Ինչ ստեղծագործություն եւ ինչպես ծնվեց երգը։ Ինչ եղավ որ սիրտն արթնացավ։ Դե ես հիմնականում աշխատում եմ դրական պահել իմ երգերի տրամադրվածությունը, իհարկե ունեմ երկու դանդաղ երգ, որոնք այսպես ասած սրտաճմլիկ ֆոնի վրա են, դա սպասվող նորություններով է, անպայման կգամ ձեզ մոտ պրեմիերա անելու, այս երգը ուղղակի իմ ապրումների մասին է։ Նոր է գրվել ստեղծագործություն, թե վաղուց էր գրված, պարզապես չէր դեռևս կյանք չէիք տալիս։ Չի, այո, ես ուղղակի սա իմ սիրելի երգերի շարքից էր, եւ ես անպայման որոշեցի իրեն կյանքի բերեմ եւ տեսահոլովակին շատ լուրջ մոտեցա Գործիքավորումը ինչպես արվեց, ով է արել գործիքավորումը։ Գործիքավորումը Գոր Խաչատրյանն է արել, որ ապրում է Հրազդանում, շատ տաղանդավոր երիտասարդ է, նաև իմնաերքի գործիքավորումն է նա արել, չգիտեմ ձեր եթերում այս անգամ կհնչի թե չէ, բայց դա առաջին գործիքավորող երիտասարդն էր, որ ինձ երկ ուղարկեց եւ ես ոչ մի գործիք այլևս չփոխեցի, ես շատ բծախնդիր եմ, շատ քչերն են ինձ հետ աշխատում։ Այսինքն հենց արեց, ուղարկեց եւ մի անգամից որոշեցիք, որ իմնաերքին ուղարկեց, ասացի վերջ, սա այն է, ինչ ես ուզում եմ, նույնիսկ նրա ձայնը կա մեջը, նա ձայնակցել է իր ձայնով մի քիչ կոմպյուտերով փոխված, ես ասացի սա պիտի մնա այնքան իմ, այսինքն պահանջից դուրս, նույնիսկ իր քայլերը այնքանից դուր եկան, պրոֆեսիոնալ շատ տաղանդավոր, չգիտեմ, իմ սրտից է անում, ինչ անում է եւ այս երկրորդ համագործակցությունն էլ նրա հետ Ես շատ եմ հավանել եւ այդ դանդաղ երգերից մեկն էլ նրա գործիքավորածն ուղղակի այնքան շատ իմոց շատ են էլի գործերը ես չեմ հասցնում այնքան արագ անել ինչքան որ կուզենայի Գնացինք ձայնագրվեցինք հետո արդեն ձայնագրվեցինք եւ ես մոտավորապես 4 ամիս նկարեցի տեսահոլովակ 6 տեսարան 6 թե 7 չեմ հիշում Ինչու այդքան երկար տվեց որովհետեւ երկար ենք պատրաստվում ենք հագուստը Չինաստանից հատուկ բերել ենք տալիս ընկերուհիս Չինաստանը հասնում բերում ասենց լուրջ եմ մոտենում ամեն ինչին ասենք եթե ես չորոշեմ, ասենք, ինչ տեսարանա լինելու, մենք չենք նկարի, սենց այնքան որ։ Այսինքն կարող մի ամիս մեզ պետք լինի մարսել այդ պալմաների մեջ կոնկրետ ինչ տեսքով պիտի լինենք, ում մազը ոնց պետքա լինի, ինչ հագուստով պիտի լինենք, ինչ ռակուրսով, այսինքն սենց ինձ դուր է գալիս շատ, ես երջանկանում եմ այդ ընթացքից եւ ես վայելում եմ, ես չեմ հոգնում այդ 4 ամսից։ Իդեպ ասեմ, որ իմ երկրորդ հունական երգը Դենմե Ագապիսես, որ էլի ֆիլմի պատմության նման պատվեր էր, որը Հունաստանում նկարեցի Սանտորինիում էլի 4 ամիս, այսինքն կեսը Հունաստանում են նկարահանվել, կեսը ստեղ։ Ես վայելում եմ եւ իմ օպերատորը, իմ ամենասիրելի Վահե Տերտերյանը, ոնց ասեմ, այսպես ասած ինձ հետ համաձայնում է ամեն ինչ եւ ես օգտվում եմ դրանից։ Այսինքն որպես այդպեսին ռեժիսորը դու ես հոլովակի եւ օպերատորի աշխատում, թե կա նաեւ ռեժիսոր։ Կարելի ասել միասին ենք ամեն ինչ որոշում, ես իմ ցանկություններն եմ ասում, իմ պահանջն եմ ասում եւ բնականաբար ամբողջ գործը նրա վրա է, դա սուտ կլինի, որ ես ռեժիսոր եմ, ես ուղղակի իդեայի։ Այսինքն Արտակը նաեւ ռեժիսորի աշխատանք է կատարում։ Չէ, Վահեն, Վահե Տերտերյանը ամեն ինչի գործը ինքն է կատարում։ Առաջինը որ դիմանում է ինձ եւ իմ բազմամասշտաբ, այսինքն տեսահոլովակներին, մի խոսքով նա շատ սրտանց է այդ ամեն ինչը անում, ինձ թվում է կադրից դա երևում է։
Կարծում ճիշտ ժամանակն է, մենք էլ վայելենք, Մենք էլ անհամբեր տեսնենք ինչ սպասում են ենք։ ստացել կադրում, սիրտի մարտնացել, ամենը Մղդարյան հենց այս պահին 21 TV եթերում պրեմիերան։ Հայտնվիր դու նորից իմ կյանքում կտեսնես որ միայն քեզ եմ սիրում առանց քեզ կյանքն իմաստ էլ չունի միթե կորցրեցի ու քեզ չեմ գտնի Սիրով լցվել է տես լոքես ամար նա հիմա երկում է որ միայն ապրում է քո սիրով ամար սիրտին արտացել է այն սիրով լցվել է տես լոքես ամար նա հիմա երկում է որ միայն ապրում է քո սիրով Սա մորանա թե փնտրել առանց քեզ օրերի ոնց ապրել զգացմունքի կրակից այրվելով հավատալ որ իմ չես չեմ կարող Սիրով լցվել է տես լոքես ամար նա հիմա երկում է որ միայն ապրում է քո սիրով ամար սիրտի մատացել է այն սիրով լցվել է տես լոքես ամար նա հիմա երկում է որ միայն ապրում է քո սիրով Սիրով լցվել է տես լոքես ամար նա հիմա երկում է որ միայն ապրում է քո սիրով ամար սիրտի մարտացել է այն սիրով լցվել է լոքես ամար նա հիմա երկում է որ միայն ապրում է քո սիրով Ինչ վերադարձանք Իսկապես շատ գեղեցիկ վրեժվատացրա շատ գեղեցիկ գունեղ հետաքրքիր ռիթմով յուրահատուկ տեսարժանքեր արժեր 4 ամիս տանջվել 6 ամիս էլ արժեր 4-ից 6 Շատ հետաքրքիր է այ գաղափարը ամբողջությամբ քոնն է եղել եւ ինձ հետաքրքիր է նաեւ պարային հատվածը հա որ քեզ հետ նաեւ ապարում են եւ այլն այդ հատվածները եւս քո կողմից է մտահղացումը եղել է բեմադրել եւ ովքեր են միգուցե ներկայացնենք նաեւ տեսահոլովակում քեզ հետ ապարող աղջիկները Ասեմ, որ այդ երկու գեղեցկուհիներին շատ պատահական եմ գտել, ես շատ երկար ման էի գալիս իմ հասակի սիրուն աղջիկներ, ես ձգտում եմ, որ իմ պարները ինձանից գեղեցիկ լինեն, չգիտեմ, նա ինձ դուր է գալիս, որ իմ կողքինը շատ գեղեցիկ է եւ հուսամ չեմ սխալվել նրանց հարցում Best Dance Show-ի պարուհիներն են, որոնք շատ են աջակցում ինձ իմ տեսահոլովակների մեջ, Պարի խորեոգրաֆիայի հարցում նրանք ամբողջովին օգնում են եւ մենք հունական շոուներ ունենք նաեւ եւ իրենք ինձ հետ աշխատում են շատ
օգնում են ինձ այդ հարցում եւ շատ մեծ աջակցություն եմ։ Ես պատկերացնում եմ ինչքան դժվար է եղել, որովհետև ծայրահեղություն կա։ Օրինակ ես էլ իմ չափսերի շատ հազվագյուտ եմ գտնում մարդիկ իմ կողքին եւ մայնեն էլ իր չափսերի այդպես բարձրահասակ գեղեցիկ իրականության հետ հաշտվելն է եւ բարձրացնել։ Իհարկե ես երբեք չեմ առարկում Անահիտ։ Դա քո առավելություն։ Իհարկե։ Իրականում շատ մեծ խնդիր է բարձրահասակ պարուհի գտնելը։ Շատ մեծ։ Ես մոտավորապես մի 10 քանի տարի եմ Անահիտ գալիս ինձ համար բարձրահասակ պարուհի եւ դա կարծես թե անհնարին էր ինձ համար դարձել արդեն եւ այս աղջիկներին որ գտա մի լավ ուրախացա անկեղծ ասեմ Իրենք հայեր են բոլորը։ Այո, հայեր են եւ գեղեցկուհիներ են երկուսն էլ Բոյով բուսաթով է ընտրել Մարենեն իր գեղեցկուհիների Մեզ միայն իսկապես շնորհավորել որովհետեւ շատ վառ շատ յուրահատուկ տեսահոլովակ է ստացվել թող լավ ճանապարհ ունենա լավ դիտումներ ունենա լավ մեկնաբանություններ ունենա ու շարունակական լինեն քո նորությունները Բայց որպես վերջաբան մեր զրույցի կուզենայի նաև խոսել այն երգերի մասին, որոնք դու կրկին հեղինակել ես, բայց շատերը չգիտեն, որ օրինակ դա քո երգն է։ Օրինակ խոսքը գնում է Էջմիածին քաղաքի հիմնի մասին։ Այո։ Հեղինակը դու ես։ Խոսքերի երաժշտության հեղինակը ես։ Խոսքերին Ավետ Բարսեղյանն է։ Ավետ Բարսեղյանն է գրել եւ երաժշտությունը գրել ես դու։ Այո, Ինչպես է ստացվել դա, առաջարկը ոնց է եկել։ Ուրեմն դա շատ երկար պատմություն ունի, ես մի քիչ հակիրճ պատմեմ, ինձ անգարում է Ավետը, ասում է Մայնե ջան, Էջմիածնից ինձ դիմել են, ուրեմն 2 տարի մրցույթ է եղել շատ ճանաչված կոմպոզիտորների կողմից երգեր են ուղարկվել, մեղեդիներ, այսինքն դեռևս եւ չի ընտրվել։ Հիմա զանգարել Ավետին ասել են երիտասարդներից ով կա, որ այն մեծահասակներից չէ, արդեն ասենց կոմպոզիտոր, պրոֆեսոր, այլ երիտասարդ։ Երգահան ավելի։ Ավետը թաքուն չի ասում, որ շատ երիտասարդ մեկին է դիմում եւ դիմում է ինձ։ Ասում է դու գրի Ես ինձ ցույց կտամ։ Ուրեմն ես 1 ամիս փակվում եմ տանը, ոչ մի երգի պատվեր չեմ վերցնում, ամբողջությամբ մխրճվում եմ, այո, ընկղվում եմ եւ հայրիկիս օգնությամբ նախորդներ է տալիս, շարականներ եմ լսում, այսինքն 1 ամիս ես կտրվում եմ ամեն ինչից։ Կարելի ասել փակվում եմ սենյակում, որտեղ ասենք Էջմիածնի օրներ գրելը դա անհավանական ուղակի պատմություն էր ինձ համար, ես ուղակի ասացի անեմ, որ չասեմ չեմ արել։ Ուրեմն այդ մեղեդին իմ մտքին գալիս է ինքն իրան այդ երկար մտորումներից հետո մի անգամից, եթե երգը մի անգամից ինձ մոտ չի ծնվում, այդ երգը ուղղակի չի պահպանվում, այսինքն հնարել ես չեմ կարողանում երգ կամ պիտի լսեմ գրեմ, կամ պիտի չգրեմ ընդհանրապես։ Ու տենց ես ուղղակի դաշնամուրով ստուդիայում նվագում եմ այդ մեղեդին, ուղարկում եմ Ավետին եւ մեկնում եմ ծով։ Եվ Ավետը ես ափին տենց մոռացել եմ արդեն եւ իհարկե լուրջ չեմ ընդունել, որ իմը կարող է ընտրվի, որտեւ այնպիսի կոմպոզիտորներ են մեղեդի մասնակցել, որ դա անհնարին էր։ Մեր համար լեգենդներ էլի, հիմա անուններ չտակ մի խոսքով ու Ավետը զանգարում է, այնպես է բղավում։ Ընտրվել է, քո երգն է ընտրվել, որ ամբողջ այդ դելեգացիայով, իրենց այդ եկեղեցու երգչախմբի ղեկավարով, մի խոսքով շատ տենց կարևոր մարդկանցով, ասում է առաջի մի քանի նոտան հնչեց, բոլորը սենց գաստ կանգնեցին, ասում է ինքն իրան, ասին, էսա։ Ու ես դեռ չեմ հասկանում, չեմ հավատում, Ավետ ընտրվել է իմը, այդքան մրցույթից հետո 2 տարի նրանք երգ են մանեկել, ասում է այո, ընտրվել է քո մեղեդին, բառերը ես եմ գրել ու մի խոսքով դա անհավանական պատմություն է, ես հիմա պատմում եմ, ինձ դժվար է ինձ հետ կապել այդ պատմությունը, որովհետև դա չեմ կարողանում ես մինչև հիմա պատկերացնել, որ դա իրականացավ։ Դա իրականացավ եւ Էջմիածինն ունի հիմն եւ բոլորս լսում ենք եւ շատ ուրախ ենք որ այս պայն զրուցում ենք հիմնի հեղինակի հետ, երաժշտության հեղինակի հետ։ Իրական ուրախ ենք քեզ համար եւ ուրախ ենք նաեւ այս պատմության համար, վստահ եմ հեռուստադիտողին էլ էր հետաքրքիր։ Ես էլ եմ շատ վստահ, որ ոմանց համար, եթե միգուցե չգիտեին, որ ես առնչություն ունեմ, այդ հարցը պարզաբանվեց։ Այդ հարցը պարզաբանվեց եւ առաջարկում եմ մեր եթերի ավարտին հենց այդ երգն էլ լսենք։ Իհարկե սիրով եւ վստահ եմ, որ բոլոր վաղարշապատում ապրող մեր հայրենակիցները հիմա հպարտությամբ լսելու են եւ եւս մեկ անգամ երգելու են այս ստեղծագործություն։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ եկար մեր տաղավար, լուսավորեցիր մեր տաղավարը քո դրական էներգիայով ու հետաքրքիր պատմություններով։ Քեզ մաղթում ենք միմիայն հաջողություն
նորություններ եւ հենց նոր տեսահոլովակ ունենաս, մեծ սիրով մենք եթերով կլուսաբանենք եւ միշտ կլինենք քո կողքին։ Ինձ էլ է շատ հաճելի, ես շատ կարոտել էի դեր։ Մենք էլ։ Ես անպայման հենց առաջի տեսահոլովակը նոր նկարել գալու եմ ձեզ մոտ։ Մենք կսպասենք, դե ինձ ելի հեռուստադիտողներ, մեր հյուրներ, երգչուհի, երգահան, կոմպոզիտոր Մարինե Մխիթարյանը, ով իր նորություններով կիսվեց մեզ հետ եթերում, իսկ այս պահին վայելում ենք այդ տեսահոլովակը։ Իհարկե վաղարշապատի հիմնը այս պահին եւ ասում ենք ձեզ կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ։ Տիրոջ սուրբ լույսով օծված հայերի աղոթքից ծնված սեր հույս ու մեծ հավատ դու մեր հին վաղար շաբաթ անհաղթ ոգով շարված բարի դու դարձար թագավոր անիստ ողջ հայության համար հոգու հաց ու մայր տաճար Այսօր վաղն ու օրեցօր կդառնաս ավելի հզոր